նաև վեհապարին ուղղված քննադատություն, որ ինքն է թողել այդ ամենաթողությունը, ինչպես գիտենք, նույն Նավասարդ Կճոյանի վերաբերյալ, Վայոց ձորի թեմի առաջնորդի վերաբերյալ բազմաթիվ անգամ եղել են հրապարակումներ, ոչ միայն կուսակրոնության ուխտը խախտելու վերաբերյալ, այլ նաև աղքատության ուխտը խախտելու եւ վեհապարը դրանց նկատմամբ աչք է փակել։ Օրինակ նույն Նավասարդ Կճոյանի վերաբերյալ հիշում ենք եւ հայտնի հրապարակում օֆշորային սկանդալի վերաբերյալ եւ այլն, հեկ ունենալու մեկ մյուսի, զավակ ունենալու երրորդի եւ այլն։ Տեսեք, սա ներեկեղեցական հարց է, սա եկեղեցու հարցն է, ես չեմ կարող դա մեկնաբանել, չեմ կարող ամենահայոց կաթողիկոսի փոխարեն ինչ որ կարծիք հայտնել, բայց ամեն դեպքում վստահ եմ, որ երբ ժամանակին շատ ավելի ուշադիր լինեն մնացած հոգևորականների հանդեպ, այսօր մենք սա չէինք ունենալու։ Ես կարծում եմ նաև վեհապար Հայրապետը ինչի է ներողամիտ գտնվել այդ մարդկանց նկատմամբ, որովհետև որպես հոգևորականի, որպես ամենահայոց կաթողիկոսի միգուցե զղջացել են, միգուցե այսպես ասած մեղքերի թողություն են խնդրել, կաթողիկոսը նրանց մեղքերի թողություն է տվել, որովհետև ես ինքս հիշում եմ, երբ որ նույն Բենթլիի հարցը տալիս էին ամենահայոց կաթողիկոսում, կարծեմ եռաբլուրում են լրագրողները, կաթողիկոսն ասում էր, որ Նավասարդ Սրբազանը իր նվեր ստացած մեքենան վաճառել է եւ դա բարեգործություն է արել։ Պարոն Խաչատրյան, իսկ ինչպես կգնահատեք այն, որ իշխանությունը չակերտավոր մաքրում է եկեղեցին, չակերտավոր, այն մարդկանցով, ում ժամանակին քննադատում էր հենց ինքը։ Չէ, սա եկեղեցու մաքրելու խնդիր չի, սա եկեղեցուն քանդելու հարց է, որովհետեւ իշխանությունները, այո, իրենց արժեվ դրել են եկեղեցին քանդելու, եկեղեցին իրենց ենթարկացնելու հարց եւ փորձում են որոշ հոգեվորականների թիրախավորելով, նաեւ ամենահայոց կաթողիկոսին թիրախավորելով հասնել իրենց նպատակին։ Սա անձերի, ես նախորդ անգամ էլ եմ ասել, սա անձերի խնդիր չէ, սա եկեղեցին որպես ինստիտուտը քայքայելու հարց է դրված։ Ձեր կարծիքով բախումներ կլինեն։ Հուսում եմ ոչ։ Խոսքի տարածքում հավաքված են երկու հավաքների մասնակիցները, ինչպես է։ Դե տեսեք ոնց է, էլի եկել են Հայ առաքելական եկեղեցու կողքը կանգնելու իրական հոգևորականներ եւ այստեղ ես տեսա եկել են պետական հիմնարկների աշխատողներ, մանկապարտեզի արդյոք մանկապարտեզի այդ աշխատողները ով գործը չկորցնելու վախով եկելա որևէ հրահրմանա գնալու, որևէ բախյակ է չի գնալու։ Իրա ինչին է պետք է ամեն ինչը։ Կամ մարզպետանի որևէ աշխատող, կամ գյուղապետանի որևէ, կամ քաղաքապետանի։ Չի լինելու, ես հուսով եմ բախում չի լինելու։